Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Los Angeles-յան տաղավարում ձեզ համար աշխատում է Ռոբերտ Գասպարյանը եւ այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայ իրավաբանական ասոցիացիայի Pro Bono կոմիտեի փոխնախագահ իրավաբան Արմեն Թաշյանին, բարև ձեզ պարոն Թաշյան։ Բարև Ռոբերտ ջան, ինչպես եք։ Շատ լավ, Արմեն ջան, դուք ինչպես եք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք մեր հրավերը չմերժելու համար, ընդունելու համար այս խիտ գրաֆիկում, որովհետեւ վերջին շրջանում ծերերի խնամքի հետ կապված, առհասարակ հոսպիսների հետ կապված բավական լուրջ սկանդալ է, արդեն 1 ամիս է մոտավորապես այդ սկանդալը բարձրացել է եւ շատ լուրջ տեմպ է հավաքում, բայց մենք կփորձենք գալ սկզբից եւ դուք տակ դրա մասնագիտական գնահատական եւ փորձենք միասին գտնել այն ելքերը, որոնք կարող են օգնել մեր հայրենակիցներին խուսափել խարդախություններից եւ գնալ շատ ճիշտ ճանապարհով ու այդ տեսանկյունից առաջին հարցը, որ ցանկանում եմ ես դες տալ, վերաբերում է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի մեր հայրենակիցների, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր հենց հիմա ընտրում են խնամքի կենտրոն իրենց տարեց հարազատների համար, ինչին առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել։ Շնորհակալություն հարցի համար Ռոբերտ ջան եւ շնորհակալություն հրավիրելու համար, համարում եմ սա պարտականություն, ոչ թե ինչ որ այլ մի բան։ Իմիջայլոց թե իրավական, թե քաղաքական եւ թե ոնց որ ասած մեր ազգին վերաբերվող հարց է սա, որովհետեւ եթե քաղաքականորեն նայենք, այս վերջերս Dr. Oz-ը եկել էր ստեղ San Fernando Valley-ում հայկական բիզնեսների դիմաց ինչ որ ռեկլամներ էր անում, որ տեսեք sense, բայց միևնույն ժամանակ չենք կարա ուշադրություն չդարձնենք այն հանգամանքի վրա, այն փաստի վրա, որ պետք է մեր հայ ընտանիքները իրենց ծերերին շատ sense ասած իրանց աչքի տակ ու մոտիկ պահեն, երբ որ ընտրում են, ասենք ինչ որ տարեցների համար խնամքի կենտրոն։ Նամանավանդ, եթե տարեցը ստանում է երկնակի benefit, Medicare եւ Medical, եթե Medicare ու Medical ստանում է, ուրեմն երկու աղբյուրից է վճարումները կատարվում, ֆեդերալ դաշնակցայինից եւ նահանգային state-ից։ Այսինքն այդ հաստատությունը կլինի դա հիվանդանոց, կլինի բժիշկի օֆիս, կլինի assisted living ինչ որ մի հատ տեղ, դրանք ոնց որ ասած իրան ձեռը դնում են երկու գրբանի մեջ։ Հա, դրա համար պետքա այն ընտանիքները կամ երեխեքը ջահելները, որոնք որ իրանց մամա-պապաներին կամ տատիկ-պապիկներին տերություն են անում, պետք է զգուշ լինեն մի քիչ թե ուր են դնում, ոնց են դնում եւ այդ նամակները որ գալիս է, առանց ծրարը բացելու աղբը չնետեն, էլի։ Այո, եւ պետքա բացեն կարդան, որ հասկանան ինչա կատարվում։ Այո, որովհետեւ հիմա շատ մարդիկ հենց մտածում են, որ եթե հաստատությունը պաշտոնապես գործում է եւ ընդունում է Medicare եւ Medical, ուրեմն ամեն ինչ ստուգված ու անվտանգ է։ Այսինքն բացի դրանից, որ բացել կարդալուց էլ ինչ պետք է անեն, որպեսզի համոզվեն, որ մենակ դրանով չի, դա մենակ շղարշն է, հա, մոտավոր դա մենակ վարակուրն է։ Ոնց անեն, որպեսզի այդ խնդրից հնարավոր լինի խուսափել։ Զգոն պետք է անեն։ Պետք է կարդան եւ տեսնեն, թե օրինակ այդ ամսական statement-ները, այսինքն վճարումների նամակները կլինի մի ամիսը մեկ, թե 2, թե 3 ամիսը մեկ, որ գալիս, հա պետք է բացեն կարդան։ Օրինակ շատ մարդիկ մասնագիտական թեմայով ասած կլինի բժիշկ կամ բժիշկուի, կլինեն, ասենք, հաստատություններ, այս վերջերս բռնվել եւ դատվել են եւ ինչ որ միտեղ մեր ազգի բժիշկուիներից մեկն էլ ինչ որ դատվեց ու մեծ գումարով 45 միլիոնի չափով ինչ որ իր վրա հաստատվել էր sense մի բան, դա աստված որ եթե ասենք դա սուտ լինի, բայց երբեմն ճիշտ ալնում եւ բռնվում են եւ ցավոք սրտի պետքա մարդը ինքը զգոն լինի ու նայի տեսնի թե իր վրայի գրված բիլերը ճիշտ է թե ճիշտ չի, այսինքն եթե քեզ մի հատ ասպիրին ա տվե ու այնտեղ մի հատ օպերացիայի չարժ անում մի $5,000, պետքա նայես այդ ձեռքդ բարձրացնես, ասես սա սխալ է, պետքա շտկվի, այսինքն պետքա զգոն լինենք։ Հետո բացի սրանից ուզում եմ 3 կետի վրա ուշադրություն դարձնենք։ Մեր ծերերը, տարեցները, երբ որ ասենք sense տեղերում են, կլինի assisted living, hospice կամ ինչ որ մի հատ հաստատությունում, որ ընտանիքից կտրված է, պետքա ուշադիր լինեն 3 դրույթների վրա՝ physical abuse, մարմնական, ասենք, ոտնձգությունների վրա, հոգեբանական abuse-ի վրա
եւ ֆինանսական abuse-ի վրա։ Ֆինանսականը շատ մեծ է, որովհետեւ շատերը ուշադրություն չեն դարձնում, բայց կարող է այս տարեցը սաղ կյանքը աշխատել է, գումարներ է վաստակել, բանկում է, թոշակա, ինչ որ է, ունդեղ ինչ որ մեկը սկսել է արդեն իր հետ մտնել այդ հաշիվների մեջ։ Պաշտպանված չեն գումարները։ Պաշտպանված չեն գումարները, պետք է մարդիկ ուշադրություն դարձնեն։ Ֆիզիկական abuse-ի մասին, որ մի քիչ խոսենք, պետք է ուշադիր լինեն իրենց տարեցի մարմնի վրա, այսինքն ինչ որ bruising, խփած կապտուկներ, կտրվածքներ, քերծվածքներ, երբեմն կոտրվածքներ է ստացվում, ասենք տարեցը անկողնուց ընկելա, ձեռքը ոտքը կոտրելա։ Դա ասում են, որ անկողնուց ընկելա, բայց իրականում բռնությունն է կիրառվել։ Այո։ Շատ հաճախ bed sores են ասում, այսինքն որ մարդը պարկում է միշտ նույն ուղղությամբ մատրասի վրա, այդ դոշակի վրա, մարմնի տակ վերքեր են առաջանում, ու այդ վերքերը երբեմն դառնում են այնքան մեծ, որ չի էլ սկի փակվում, այսինքն եթե հիվանդը տարեցը շաքարախտով է տառապում, շաքարախտ ունեցողների մոտ շատ դժվար է բուժվում վերքերը, ու երբ որ մարդը նույն ուղղության վրա միշտ պարկած է, ու իրան չեն շրջում, չեն շուռ տալիս, այդ տարեցի հետույքի վրա, ոտքերի վրա, մեջքի վրա միշտ վերքերը առաջանում շատ մեծ։ Դա abuse է, այսինքն այդ հիվանդանոցը կամ այդ assisted living-ը, որ պետք է այդ մարդուն տերություն անի, չի խնամում։ Օրենքով 2 ժամը 1 պետք է շրջի այդ մարդուն, հատուկ դոշակներ պետք է տան, հատուկ մահճակալներ պետք է տան, այսպես բաներ կա, որ պետք է նայվի։ Մի հատ հոգեբանականի մասին էլ խոսենք, հետո արդեն անդրադառնանք։ Մի րոպե կներ, այստեղ նոթեր եմ գրել, նայում եմ ճիշտ ասած, հիշեցրեց, over medication or sedation without reason, այսինքն երբեմն տարեցը, որ մի քիչ շատ բողոքում է, որ մի քիչ սենց մենք լենագանցիկ կսենք ածան հավը կճկճան կեղմ, այդ մարդկանց շատ բան են տալիս, over medication, այսինքն շատ դեղեր են տալիս, դոզայից շատ, կամ բժիշկի կողմից ռեցեպտը չգրված, այսինքն medication-ներ են տալիս, որ մարդուն զոմբիացնեն ոնց որ, էլի, սենց մարդը ոնց որ բանի տակ անգած, որ գնում խոսում ես հետ էլ, սկի քեզի չի էլ ճանաչում, չի լսում, բան, այդ դրանց պետք է ուշադրություն դարձվի։ Օրինակ, տղեն եկել է իր հոր մոտ ու նայում է, որ հերս իրան չի ճանաչում, չէ՞։ Մի հատ թող կանչի ասի հորս էս ինչ դեղեր եք տվել, դեղերի լիստը ուր է, ցուցակը, չէ՞։ Այդ լիստը վերցրու գնա բժիշկին հարցրու, դու ես գրել այս լիստը, այս դեղերը լավ։ Այդ բժիշկի յախեն պետք է բռնես։ Ինչի՞, որովհետև այդ բժիշկը պատասխանատու է այդ դեղերի համար։ Այդ դեպքում նայեք ինչումն է, այստեղ արդեն գալիս են ամենամեծ խարդախության։ Հիմա բժիշկը փաստաթուղթը կեղծում է, բժիշկը փաստաթուղթը սխալ փաստաթուղթ է ներկայացնում, ինչպես կարելի է դրա դեմ պայքարել։ Թող կան մոդս այդ բժիշկի գլուխը վրից փոկեն։ Այդպես բան, եթե հանգարց մենք կարանանք փաստենք, որ բժիշկը փողի խաթեր այդ մարդուն սենց բաների տակ է դրել, ուրեմն այդ բժիշկի վրա իջնում ենք, իր լիցենզիայից զրգում ենք որպես բժիշկ, այն բժիշկները, ով որ ինձ լսում են հիմա, թող զգուշ լինեն։ Թող զգուշ լինեն, այդպես բաներ չանեն։ Հիմա հարցը հետևյալն է։ Նման դեպքերում սովորաբար, երբ որ նման բան է բացահայտվում, հա, բժշկի Հիպոկրատի երթումից շեղում, որ պետք է հիվանդին օգնի, այդ ամեն ինչը երբ որ բացահայտվում է, նման դեպքերում պատասխանատվությունն ով է կրում, նայեք, կոնկրետ աշխատակիցը բժիշկը, ղեկավարությունը, թե հենց արդեն բում բիզնեսի սեփականատերը, թե երեքին հավասարապես է մեղադրանք ներկայացվում SSS հատկանիշներով։ 3 գլխանի դրագոն եղավ ստեղ արդեն, բայց ամենամեծ գլուխը, ամենամեծ մեղավորը բժիշկն է։ Ինչի, որովհետև եթե բժիշկը չգրի սխալ դեղատոմս, այդ ոչ բիզնեսի տերը, ոչ էլ դեղ գրողը կամ տվողը իրավունք ունի այդ դեղատոմսը, այդ բժիշկը, այդ անձին տալու, այսինքն հիմնականում ինչ են անում, գնում են նենց մի հատ բժիշկ են գտնում, որը որ սկի բանից խաբար չի, իր լիցենզիան պրոստը տվել է փողի խաթեր սրան նրան, ասել է ոնց ուզում եք վարվեք, եւ նրանք էլ դրել են գրսնում են, կոպիտ ասած։ Հա, այտենց դեպքեր շատ է։ Ապահովագրականների հետ աշխատում են, բիզնեսատերը ինչ որ բժիշկին ամսեգան մի հատ գումար է տալիս, այս բժիշկը սկի խաբար չի, ինքը մի հատ պացիենտ ունի, թե 1500 է։ Այդ բժիշկները I'm putting all of you guys on notice. Don't screw with this.
Այո, պետք է ուշադիր լինեն, որովհետև նաև մեր հայրենակիցներին պետք է եւս մեկ անգամ զգոնության կոչ անենք, որ անպայման ուշադիր լինեն ամեն փաստաթղթի հետ։ Այո, շատ սխալ է, այսի ինչ որ արվում է, ասենց մարդկանց կյանքի հետ են խաղում։ Էդ եմ ասում, որ մարդը գնում է իր ծնողին կամ տատիկ պապիկի մոտ ու տենում է, որ տատիկ պապիկը սկի արդեն տարբեր աշխարհում են ու չեն ջոգում ինչա կատարվում, որ այդ մարդկանց ուղեղը գնացած է ինչ որ մի դեղի վրա։ Պահանջեք իրանց դեղերի լիստը։ Տեսեք ինչ դեղեր են տալիս։ Ինչի, որովհետև նարկոտիկ կամ դիպրեսանտ կամ մի բան չեն կարա առանց դեղատոմսի պացիենտին տան։ Եթե գնան սև շուկայից գնեն, բերեն դրսից փողոցից առնեն, parza մենք չենք տեսնի, այո, չենք տեսնի։ Ինչ որ միտեղ էլ եթե մի բան կասկածում են, կարան գախնի կամերա դնեն պացիենտի սենյակում ու նկարահանեն, տեսնեն թե իրանց մամայի պապայի հետ ինչա կատարվում։ Այ դա իրավական տեսանկյունից որքանով է լեգալ հիվանդանոցի տարածքում նման բան անելը, արդյոք դա հետագայում որպես ապացույց կարող են օգտագործել։ Եթե սենյակում կա մեկից բացի ուրիշ պացիենտ, կարող է լեգալիթին այնտեղ արդեն վտանգի ենթարկված լինի։ Բայց եթե մեկ հոգանոց սենյակ է ու սա իմ ծնողն է, ես բերում դնում եմ էսի, թող լեգալիթի համար ով ուզում է գա ինձ բողոքի, ինձ է բողոքելու, ես եմ դրել կամերան։ Դուք ունեք կասկած, դուք իրավունք ունեք։ Այո, 100%-ով։ Մի հատ արջուկ ես բերում դնում աչքի մեջ կամերա, թող նկարի, տեսնենք ինչ են անում մոր կամ հոր հետ։ Այմա դուք հուշում եք խարդախ բժիշկներին, որ ստուգեն սենյակների բոլոր արջուկներին, որ թերթով բան անեն։ Ամենայն դեպս թող վախ լինի իրանց սրտում։ Միանշանակ։ Լավ իրավաբանները, որտեղ կարող են իրենց հախից գալ, ինչպես ասում են, դուք խոսեցիք ֆիզիկական abuse-ից, դուք խոսեցիք ֆինանսական abuse-ից, որը բնականաբար ամենամեծն է ֆինանսական տեսանկյունից հաշվի առնելով ապահովագրական ընկերությունների հետ հանցավոր գործակցությունը, բայց կա նաև հոգեբանական abuse-ի ձև։ Դուք դրա մասին էլ մատնանշեցիք, գիտեմ որ ունեք նոթեր, բայց այս հոգեբանականի մասին էլ մի հատ առանձին կետով անցնենք։ Ինչ է նշանակում հոգեբանական abuse խնամքի կենտրոնում գտնվող ծեր մարդու համար, այսինքն դրթում են ինչ-որ բանի, ստիպում են ինչ-որ բան անել, ինչն է այստեղ, ինչի վրա այստեղ պետք է հարազատ ուշադրություն դարձնի։ Շատ անգամ ծերին վախացնում են, վախի տակ են պահում։ Քեզ մոտ չեն գալու, քեզ չեն հիշելու, մենք քո զանգերը չենք փոխանցելու, քեզ սենց ենք անելու, քո բենեֆիտները կրճատելու են, քեզ կտրելու են, քեզ գցելու են, քեզ ենք անելու, դուրս ենք հանելու ստեղից, քո ընտանիքին չենք թողելու, ճիշտն ասած վախի մթնոլորտ են ստեղծում։ Եվ տարեց ինչքան տարիքն առնում է, այդքան իր վախերը շատանում են, թե հիվանդության, թե ֆինանսի հետ կապված, թե մնացած կյանքի կամ ընտանիքի հետ կապված։ Հոգեբանական ճնշումը մեծանում երբեմն։ So դրա համար պետք է իր ընտանիքը մտերիմները կարողանան իրենց մթնոլորտ ստեղծեն ու կիսվեն իրենց ընտանիքի անդամի հետ, որ ընտանիքի անդամը առանց վախի արտահայտվի։ Օրինակ ասենք, երբ որ նստում են խոսում են հետը ու ինչ որ աշխատակից ընդեղից չի բացակայում իրանց կողքից, անընդհատ կողքն է, էլի սենց։ Դա արդեն մեթոդ է կոնտրոլ անելու։ Դրա համար պետք է ընտանիքի անդամը մի հատ նայի այդ աշխատակցին, որ աշխատակցուն ասի, գիտեք ինչ կա, ստեղից մի հատ բացակայեք։ Այդքան մի բան, մեզ մենակ թողեք։ Հիմա մեր հայրենակիցները կամ առհասարակ են մարդիկ, ովքեր իրենց հարազատին, որը 24/7 խնամքի կարիք ունի, հիմա պետք է մտածեն, որ իրենց հարազատին տարել են կենտրոն ու հիմա առավոտից գիշեր պետք է մտածեն, վայ ես աշխատակիցը սենց չանի, այդ դեպքում ուրեմն ուր է կորչում այդ նպատակը, գումարը կորչում է, ժամանակը մարդը ամբողջ օրը դնում է դրա մասին է մտածում ու այդ տեսանկյունից իրավական համակարգը ինչպես է աջակցում, ինչպես է օգնում մարդկանց, ովքեր որ դիմում են խնամքի կենտրոնների եւ առավոտից իրիկուն պետքա զգոն լինեն, որ հանկարծ ստեղ չխափեն, այնտեղ չխափեն, ստեղ չվնասեն, այնտեղ չթունավորեն, ինչպես է իրավական համակարգը աջակցում մարդկանց, ովքեր որ գնացել են նման քայլի։ Ռոբերտ ջան, լավ հարց ես հարցնում, ու իմիջայլոց ոչ թե մենակ իրավականի հետ է կապված, այսինքն մեր ինչ-որ միտեղ մեր հայկականության հետ է կապված, այսինքն իմ մայրս 88 տարեկան է ու մեր տանն ապրում իրար հետ ենք ապրում, այսինքն եթե կարաս ծնողիդ հետ ապրես քո մոտ պահես, որ ասենք այնց 24 ժամվա խնամքի կարիք չունի, որ դու ասենք կողքը անպայման չնստես, գնաս աշխատանքի տեղը աշխատես կամ դպրոցդ գնաս,
Եթե ծնողդ ինչ որ մի ձևով կարողանում է ինքն իրան նայել, քայլել, շարժվել, հա, իմ ցանկությունն է, ոչ թե խորհուրդն է, սա իրավաբանի խորհուրդ չի, բայց իմ ցանկությունն է, որ մեր հայկական ոնց որ ասած ընտանեկան այդ տրադիցիան պաշտպանենք, բայց երբ որ չենք կարողանում ու պետքա ծնող ինչ որ մի այլ տեղ ապրի, ուրեմն այդ ծնողին պետքա հնարավորին չափով եթե ոչ ամեն օր գոնե օրը մեջ, այսինքն այցելել այն օրերն էլ որ հնարավոր չի այցելել, զանգել պապջան, մամջան, ոնց է, ինչ է, այսօր ինչ կերար, ինչ բերեցին, ով եկավ, ինչ ասեց, ինչ արեցին, պետքա տեղյակ լինես, պետքա այդ կապը չկտրվի, կապը պետքա լինի։ Ու բացի դրանից ամեն ամիսը մեկ պետքա նստես թղթերը նայես, իր բժշկական ռեկորդները, բիլինգ ռեկորդները, որտեղ եթե չես նայում, չես իմանում դեռ ինչեր են անում։ Կարող է գրում են այս մարդուն հասպս են գրել, ամիսը 30,000 բիլ են անում, որ մարդը իբր թե կոմայի մեջ է։ Արա ինչ կոմայի մեջ, այս մարդը լավ է։ Քայլում է երեք։ Քայլում է, գնում է, գալիս է, խոսում է, նարդի է խաղում, իր համար նորմալ է։ Դուք ո՞նց եք այս մարդուն կոմայի մեջ գնում։ Այո։ Ու այս տեսանկյունից կարելի է այսպես ասել, որ խարդախ սխեմաների մեջ հատկապես ուշադրություն են դարձնում այն մարդկանց, այն ծերերին, այն պացիենտներին, որոնք որ քիչ են ուշադրության արժանանում իրենց հարազատների կողմից։ Այսինքն եթե նայում են տեսնում են այս մարդը ուշադրության չի արժանանում, հարազատները չեն գալիս, չեն գնում, չեն զանգում, ուրեմն հսկողությունից դուրս է կոպիտ ասած, այսինքն կարելի է ինչ որ հայացք գցել, խարդախ հայացք գցել եւ ինչ որ բենեֆիտ հնարավոր է կորզել, ստանալ, նույն ու արդեն դիմել ըստ ձեր նշած 3 բաներին։ Այսինքն գլխավոր սկզբունքն այստեղ ուշադրություն դարձնելն է հարազատի նկատմամբ, որպեսզի դրանից չակտիվանան խարդախներն, այդպես է։ Ճիշտ է, եւ ինչ կան մարդը ընտանիք ու ընկերություն ու շրջապատ չունի եւ իրանով հետաքրքրվող չունի, այդքան ավելի հեշտ է այդ մարդը դառնում ինչ որ target, այսինքն թիրախավորվում է։ Այս տեսակ violation-ների դեպքում թե քրեական եւ թե քաղաքացիական պատժամիջոցներ գոյություն ունեն։ Քրեականները արդեն դատախազությունն է զբաղվում, պոլիսներն են զբաղվում, երբ որ ասենք ֆինանսական ոտնձգություններ ա եղել, անձնական, ասենք մարմնական, այս տեսակ բաներ ա եղել, իսկ ասենք քաղաքացիականի դեպքում ինպես լոյերները վերցնում են այս տեսակ գործերը ու դադի են տալիս այդ անձանց կամ այդ կազմակերպություններին։ Դադի տալն էլ ասենք որոշակի ժամանակ է տևում, մի տարի, 2 տարի տևում է, բայց ասենք դատերի մեծ մասը, ճիշտն ասած 90%-ը կարամ ասեմ, բան է, շահում են։ Settlement-ի է գալիս, resolve ալնում, այսինքն վերջանում է ինչ-որ մի պայմանավորվում են, լուծում են տալիս կամ 10%-ը գնում է, ասենք դատարան ինչ-որ ժյուրիով դատեր ալնում, trial-ն ալնում։ Եվ շահելու դեպքում տուժվածը իրավունք ունի ստանալու իր, ասենք, կորուստները, ինչ-որ անհատական ֆինանսական կորուստ ունի, պլյուս ասենք էմոցիոնալ հոգեբանական եւ էմոցիոնալ այսինքն վնասի համար պլյուս իր իրավաբանական ծախսերը կարա հետ ստանա եւ կարա դա երրապատկվի triple damages են ասում դրա դիմաց so այսինքն ճանապարհներ avenue-ներ կա ես այդտեղ հայ իրավաբանական միության հետ կապված շատ ասենք հեռախոսի թվեր ունեմ որ այստեղ նշել եմ օրինակ long term care ombudsman դուք դրեք ձեր էկրանի մեջ թող տեսնեն իրանք ժողովուրդը LA County Adult Protective Services այս տեսակ Ինչ է Իրանից ներկայացնում ես սա մի հատ բացառիկ կառավարական օրգանիզացիաներ են որ հետաքննում են հետախուզում են ու պատժում են այն մարդկանց ովքեր որ տարեցներին թե անձնական թե ֆինանսական թե հոգեբանական ոնց որ ասած վտանգների կամ բաների են ենթարկել ինչ որ խնդիրների են ենթարկել այո Medically fraud-ի հետ կապված, elder abuse-ի հետ կապված, հեռախոսի թիվ կա Department of Social Services, Assisted Living-ի հետ կապված, Adult Protective Services, այս թվերը սաղ գրված աստեղ կարան ժողովուրդը զանգեն, օգնություն խնդրեն, սրանք լրիվ ձրի են։ Հասկացա։
Հիմա այսպեսի մի հարց։ Հիմա պատկերացրեք, այս վերջին աղմկահարույց դեպքերը, որոնք որ եղան, լավ է, որ վնասազերծվել են խարդախները, մարդիկ պատասխանատվության են ենթարկել, բայց նման վատ գործունեության հետևանքով տուժում են նաև արդար աշխատող մարդիկ, հոսպիսները, բիզնեսները, խնամքի կենտրոնները, որոնք որ երբեք խարդախությամբ չեն զբաղվել։ Նրանց նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, նրանց նկատմամբ վստահությունը նվազում է։ Ինչ պետք է անեն նրանք, որպեսզի այսպես զտվեն եւ մարդիկ էլ շարունակեն վստահել խնամքի կենտրոններին, որովհետեւ բնականաբար ամեն օր երբ որ տեսնում ես, որ էս է արել եւ ամենասարսափելին այն է, որ հայերն են այդտեղ խառնված, այսինքն ոչ այլազգիները, ոչ ամերիկացիները, ոչ Մեքսիկայից եկածները, ոչ այլ իմիգրանտները, այլ հենց մենք հայերս, հայերիս վրա գումար ենք աշխատում, ֆրոդ ենք անում, մեզ ենք անում, բնականաբար վստահությունն արդար աշխատող բիզնեսի նկատմամբ նվազում է։ Ինչ անեն այդ մարդիկ։ Իրենք ինչպես կարող են փոխհատուցել, որովհետև հասկանալի է նման աղմկահարույց դեպքից հետո իրենց եկամուտները նվազում, որովհետև մարդիկ չեն գալիս իրենց մոտ։ Իրենք ինչ որ բանով կարող են ինչ որ մի կերպ ակնկալել, ինչ որ աջակցություն կամ ինչ պետք է նրանք անեն այս բառը, որովհետև մենք այս վատերին խոսեցինք, վատերի մասին, տուժածների մասին խոսեցինք որպես հաճախորդ, իսկ բիզնես տուժածների մասին ինչպես անդրադառնանք նրանց, ինչ անենք։ Ասացվածքը գսեկա որ ասեցիր թացը չորի հետ կվառեն, չէ՞ որ գսե հիմա էս է։ Այսինքն շատ բիզնեսներ կան, որ տարիների վեր մաքուր գործ են անում, իրանց պացիենտներին, patient-ներին լավ են նայում, իրանց ընտանիքի ծնողի պես լավ են նայում, վախենալու բան չունեն, իրանց ռեպուտացիան community-ի մեջ շատ լավ է։ So դրա համար պետքա ամեն թղթաբանությունը օրինական լինի ու պատրաստ լինի եւ պետքա մարդիկ հնարավորին չափով բողոք քիչ ունենան, այսինքն եթե լավ ես նայում մարդն էլ բողոք չունի, այդքան մի բան։ Այո։ Արմեն ջան, շնորհակալություն ժամանակ գտնելու մեր տաղավար գալու համար, հարգելի հեռուստադիտողներ, դուք ձեր էկրաններին տեսաք հեռախոսահամարները, այն ամեն ինչ որ կարող է Արմեն Թաշյանը առաջարկեց, ամեն ինչ գրված էր, եւս մեկ անգամ կարող եք, քանի որ on-line հարթակ է, կարող եք հետ տալ նայել, համարները գրանցել, երբ ինչ որ նման ծառայության կարիք լինի, անպայման զանգարեք, եղեք ուշադիր, լսեք ինչ է ասում փորձառու իրավաբանը։ Արմեն ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն տաղավար գալու համար։ Մերսի, հրավիրելու համար։ Հրաշալի զրույց էր, շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, մեզ մոտ էր Հայ իրավաբանական ասոցիացիայի Pro Bono կոմիտեի փոխնախագահ իրավաբան Արմեն Թաշյանը, դուք հետևում եք Alpha News-ին, շարունակեք, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։